ձեր ազգանունին անդրադառնանք, հետաքրքրական է, որ Յանով չի ավարտվում, կա ինչ-որ պատմություն, նախապատմություն։ Մեր ընտանիքը նմանավանդ մորս կողմից, բայց հորս կողմից էլ 37 թվականներին սարսափելի դժվար։ Դե մամայի կողմը լրիվ էլ հորն են գնդակարը քերուն հորախորը սաղին։ Ինչ հարուստ էին, գուլակ էին, անհնազանդ էին։ Չէ, տաղանդավոր էին։ Հարուստ էր, մեր շրմազանը յուզբաշվը շրմազան։ Այսինքն այդ յուզբաշվների տունը մինչև մի Գյումրիում կա, տատուս էր որ ասում են կամ Գյումրի կամ Լենինական, ասում են Լենինականը դու ես, Ալեքսանդրոպոլ։ Տատս 12 թվին ավարտել է Սանտ Պետերբուրգի բանը, կոնսերվատորիան։ Սովորել շատ լուրջ մարդկանց մոտ։ Եվ այդ ամեն ինչը հետ կա թողի իհարկե Ստալինյան այդ ռեպրեսիաների վաղ, հորս կողմն էլ։ Հորս կողմ Աշուղարյան էր։ Բայց պրոբլեմ եղավ պապիկս զինվորական բժիշկ էր, պալկովնիկ, գնդապետ էր։ Եղբայրը իրա շատ լուրջ պաշտոն էր գրավում Վրաստանում եւ իրան ձերբակալել են։ Չեն հանդուրժել ուղակի հայերին, երևի դրա պատճառով էլ ձերոնք եկել են։ Կապչուն էր հայ այդ անգամ ինչա։ Եվ հետո հաջողակներին, հարուստներին։ Նու այդ 37 թվի այդ պատմությունները մի ուրիշ բան է։ Դες կարճ ասեմ, տատս ֆորմայով մարդերտերում փողոց անցնում էր։ Ինչերի միջով են անցել։ Ոչ թե վախենում էր, չէր տանում ֆիզիկապես չէր տանում։ Պապուս ասում էր, այդ շորերը թան էլի, խնդրում եմ ուրիշ շորեր, ես չեմ կարա։ Դե եմի, եւ հետո այդ ակադեմիայի ռեկտորը մեդիցինսկի ակադեմիայի ռեկտորն էր, как раз այդ բանն էր, մենգրել էր, բայց պապուս շատ էր սիրում, ասես փոխի ազգանում։ Աշուղարյան փոխի պետք չի։ Անընդհատ պիտի Դա պրոբլեմ էր էլի։ Շատ լուրջ պրոբլեմ էր։ Որ վերանայում եք այս ամեն ինչը, անցկացում եք, մտածում եք հետ գնալ այդ ակունքներին, թե արդեն սովորել եք ձեզել այս ամենով ազգանունով ճանաչում են։ Արդեն ճանաչում են ինձ։ Չնայած եղբայրս, որը պետական մարմին էր շատ լուրջ, մահացավ, իհարկե, ողորմի իրան, ինքը Ամերիկայի առաջ դեսպանն էր, Շուգարյան Ռուբենը, ինքը փոխեց ազգանունը։ Հետո փոխեց, դառավ Շուգարյան, ես ասի ոչ։ Չգիտեի, որ ձեր եղբայրն է, հետաքրքիր է։ Իմ եղբայրն է, Ռուբենը, այո։ Հրաշալի է, հետաքրքիր է ու նաև եւս մի ապացույց, որ գենը ծագումը ամեն դեպքում սերունդներ հետո միևնույնն է արտացոլումն է գտնում եւ ձեր տղան է երթամ զբաղվում։ Մայրս արիստոկրատ կա, գալուբխ կրավի, իրոք տենց է։ Դա ֆիզիկական փաստ է, ես չեմ կարա, ինչ որ չեմ հպարտանում դրանով, բայց դա տենց է։ Եվ իրենք հենց Ալեքսանդրապոլից էին։ Այո։ Իսկ ոնց Տատս իրեք լեզվով խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն մաքուր։ Բայց ինքը ծնվել էր Ալեքսանդրապոլում, թե եւ սովորել է Սանտ Պետերբուրգում։ Սանտ Պետերբուրգում հայրը ղրգից Սանտ Պետերբուրգում, որտեղ հրաշալի դաշնակարու էր։ Ռախմանինովը, ու ոբշեմ, լավ չպատմում եմ։ Իսկ ոնց էր, որ Ալեքսանդրապոլից հայտնվեցին արդեն Թբիլիսիում։ Այսպես ասած ռևոլյուցիան կներեք էլի։ Այդ տունը մինչև մի կա 44 սենյակ, ընդ ՆՎԴ-ն է ապրում։ Ոստիկանությունն է հիմա Գյումրու ոստիկանություն, դա նկատում եք։ ՆՎԴ աշխատողներ են ամ 44 սենյակ։ Եկատուն, Ալանդակ մեծ, ահավոր։ Այդ Գյումրիում։ Այո։ Ինձ Նանյան Լիդան տարավ ցույց տվեց այդ տունը, ասեց այն նա է հեսա։ Ձեր տատիկի տունը, հա։ Այո։ Որտեղ ծնվել, մեծացել։ Որտեղ ինքը ծնվել է, մեծացել է, հայրն էլ շատ լուրջ մարդ էր։ Հարգես Սանտ Պետերբուրգ ընդ սովորեց, ինքը կոնսերվատորիան ընդ ավարտեց։ Այնտեղ դիպլոմի մեջ այն վաղ 5 խաչով տենց բան կար, չէ, ինչ որ բան։ Բայց իրան գրում է վիսմա ուսպեշնա, այսինքն փայլուն։ Բայց հետո խեշկինը նստավ որոշ ժամանակ։ Բերտ։ Հետո դուս եկավ սկսեց դասատու աշխատել։ Էլի Ստալինյան ռեպրեսիաների։ Ստալինյան ռեպրեսիաների, ամուսնում գնդակարել են։ Ազատամիտ էր, հա, երևի։ Չէ, ազատամիտ չէր, Բերիայի վրա այտենց մեղադրանքը տենց էր, որ ինքը ժելիզնադարոժնիկ, երկաթ գծի բանն էր, ամուսինը։ Մահափորձ Բերիայի բանով, որ ուզում էր մահափորձ անել, տենց տարան գնդակարեցին։ Հետո 52 թվին Արդարացրեց, որ սխալվել են կներեք։
Ես խիշտ տատիկս գեժվել էր, ասում են ավելի լավ է թուղթը չղրգեինի։ Ինչ դժվար օրեր են Մայրս ահավոր, մայրս մորքուրս ոչ մի ինստիտուտ բան այնտեղ միշտ է տերեսին ասում էին ազգի թշնամի հետ բան, տես բաներ կային։ Ինչերի միջով են մարդիկ անցել։ Հիմա տասնամյակներ հետո մենք մոռանում ենք, բայց դուք ուղիղ պատմել են ձեզ սեր։ Հետո երբ որ խոսակցություններ ելնում ինչի կոմունիզմը տես ատում է էլ չեմ կարող ասեմ չափը ինչքան մորս մոտել տակար ատում էր որովհետև իրենք ուղիղ կրել են դրա ազդեցությունը երես պարտիական էր չնայած դա ելք չուներ հա ելք չուներ բայց չեմ ուզում դրա մասին խոսամ որովհետև դա ատելություն էր մի ուրիշ ձևի ուղարկում էին լեսազակատովկա ձմեռը ինքը որ ասաց ես ձեզ չեմ օգնի KGB-ին իրա դին ստացրեցին նացիլեշկի տարավ անտար այդ մարդը ասեց իչի ես մոռացել եմ ինչ-որ բան պետքա հետ գամ իմ քրոջս 22 տարի 23 տարեկան աղջիկ էր թողեցին անտառում գիշերը տայգա այդ մարդը գնաց այդպես երևոմաս ասել էին որ այդպես կանեց ու ասում ոդկով գնացել այդ միջև տետ լեսազակատով կան ասում լացեղնելով գնում էի ասում շատ էր ինքը շատ ծորեցին ձեզ ասացին бывший турецко-подданный միտո մամաս պապաս վանից են մամաս փախել է պապաս ավելի շուտ է եկել Ռուսաստան աշխատում էր արդեն իսկ մաման իր ընտանիքով ոդկով հասավ Թիֆլիս Վանում սովորում էր ամերիկյան դպրոցում նրանք այնտեղ տալիս էին հայերի համար մամաս այնտեղ 10 տարի սովորում էր անգլերեն գիտեր մամաս հա միշտ պատմում էր հիշում էր 15 թիվը չէր մոռանում դե ոդկով եկել են Վանից մինչև Թիֆլիս ասում եմ շատ դժվար էր դե ուրիշ ընտանիք էր ջահել մաման պապան փոքր երեխա այդ երեխային գցեցին ջուր չկարողացան հետը միասին ասում եմ երեխային այդպես դժվար էր շատ դժվար էր ասում եմ սարերից խփում էին սպանում էին մենք էլ այստեղ գնում էինք այդ վազելով այսպես շատ դժվար էր Ձեր մայրը քանի տարեկան էր որ եկել են 15 թվին մամաս 19 էր դե մի բան պետք է ասեին մենք ասացինք ինչով ենք մեղավոր թե բывший турецко-подданный Այսինքն նախկինում թուրքահպատակ եք եղել ու ռուսները դրա համար ակսորեցին Պապաս փոխեց 24 թվին դարավ սովետական մենք սովորում էինք պիոներ էինք կամ սամոլ էինք ամեն ինչ էինք ամեն ինչ նորմալ էր մամաս չէր աշխատում մամաս տան էր դե մի բան պետք է ասեին այդտեղ գնացինք բոլորին հարցնում էինք թե ինչ են մեկին ասեցին Персидско-подданный бывший շատ գիտես Իրանահպատակ հա պարսկա երկու քույր կային Էլի Վանից էր իրանց պապան մաման տանը չէին որ եկան վերցնելու շալջաները հա հայր տանը չէին աղջիկներին ուղարկեցին նրանք էստեին ծնվել թե էտես հետո ճիշտ այդից զայավլենիներ գրեցին նրանց ազատեցին մի տարից հետո իսկ մենք 5 տարի մնացինք մինչև Ստալինը արմիասը սատկեց մեզ համար սատկեց Բերյան էլ հետը հենց նրանք գնացին երկու շաբաթից հետո մեզ ազատեցին Երեխաներին էլ չէին խնայում Հա երեխաներին բոլոր միասին ուղարկեցին մեր հարևանները զարմացել էին այդպես լավ ընտանիք էինք նորմալ ընտանիք էինք Հա Հիշում եք ձեր Թիֆլիսի տունը Հա ոնց թե Մենք եկանք մեր տունը վերջերեցինք նորից մեզ ազատեցին արդեն վրացիներին էին ապրում վրացիներ էին Չէ մենք ասացինք չէ մենք հորում ենք մեր տունը
Ազատեցին, մեզ տվեցին մեր տունը։ Բայց մամաս արդեն հիվանդ էր, 62 տարեկան էր գնաց։ Մամաս չդիմացավ Սիբիրի կյանքը, 5 տարին չեն մոռանում։ Ճանապարհը միջև հիմա աչքիս առաջ այդ միամիս, ուղիղ միամիս ճանապարհն էր։ Տավարնի վագոն, 20-30 հոգի։ Ապրանքային գնացքով Մեղավոր չենք, ոչ մեկս։ Մի վրացի չկար, մի վրացի ընտանիք չկար։ Երևանից էլ ուղարկեցին շատը հայեր էին, բայց ինչ-որ Պերսիցկա պոդենի կային, հրաներ կային, ինչ-որ վրացա հրաներ կային, մի քանի հոգի, դժվար էր։ Քույրը օրագիր էր պահում։ Այստեղ դրած է։ Այս գիրքա, կարդացել եք, նայել եք, գիրք են գրել։ Ամենաշատը տանջվեց, այնտեղ Մեդինստիտուտը վերջացնում էր 3 էգզամեն հանձներ, որ դիպլոմը ստանար, չթողեցին այնտեղ, որ կարողանար գնար Տոմսկ, այնտեղ հանձներ այդ 3 առարկան ու դարար, չէ, если ты нам будешь помогать, тогда мы тебе поможем. Помогать ինչա, գնաս մատնես մեկի վրա, մերոնց վրա մատնես, քուրս ասեց, ես այդ բանը չեմ անի, ах, не будешь, значит, не поедешь. Իսկ այդեղ կային, որ համաձայնվում էին, հետո քրոջս ասում էին, դե մի բանը ասեիր, մենք ասեցինք, կանենք, բայց ով էր անում, ոչ ոք չէր, դե, ասի չէ, ես չեմ կեղտոտվի։ Այսինքն Ստալինի ժամանակ էլ, եթե մարդը չուզեր կեղտոտվեր, չէր կեղտոտվի։ Չէ, ազատեցին, նոր 2 տարի սովորեց, նորից դարավ արդեն 7 տարի Մեդինստիտուտը Երևանում, Թիֆլիսից գնաց Երևան այնտեղ վերջացրեց, նոր դիպլոմը ստացավ։ 49 թվին պետք է ստանար, ստացավ 56 թվին։ Ամենակիչը ես եմ այնտեղ չարչարվել։ Ինձ աշխատանքի չէին վերցնում, ես փոքր էի, դպրոցը վերջացրեցի։ Իսկ ծնողները ինչ էին անում այնտեղ։ Աշխատանքի հարկադիր Պապաս աշխատանք աշխատում եմ MTS, մաշինա տրակտորներ ստանցը։ Պապայից շատ հագում էի։ Պապան այնտեղ աշխատում էր։ Աղջիկներին տանում էին կալխոզ։ Ինձ ձեր չէի տալիս, ես փոքր էի, այնտեղ սովորում էի։ Մարիա քաղաքից տայգա, դժվար էր շատ, Իսկ մյուս քույրը Այստեղ էր։ Նրան ձեռ չտվին, դան ուրիշ ազգանուն ուներ արդեն, Օհաննիսյան էր, մենք Ալեքսանյան ենք։ Այստեղ տանջվեց հոգեպես, մենք այնտեղ միասին էինք։ Ձեզ թույլ չէին տա մնայիք ձեր մեծ քրոջ մոտ, ինչի գնացիք ծնողների հետևից, փոքր աղջիկ։ Ես ցուցակում չէի, բայց նրանք հենց տեսան, ты дочь, գրեցին и всё, ինձ չհարցրեցին, ուզում ես մնալ, թե ուզում ես գնալ։ Չէ, ты дочь, միասին գնացեք и всё։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ 14 էի, սովորում էի մուզիկայի, չկարողացա վերջացնել, ուղարկեցին այնտեղ, ակարդեոնի վրա նվագում էի։ Աքսորի տեղում։ Դպրոց գնացինք, 8-րդ, 9-րդ, 10-րդ այնտեղ են վերջացրել։ Ինձ էլ էի գովում Սիբիրում։ Դեռ ուզում էի ուսուցչուհի դառնամ։ Ես էլ ասացի չեմ ուզում։ Ասում եմ 10-րդը վերջացնես, կմնաս մեզ մոտ, будешь преподавать, ասում нет, не хочу, я хочу учиться։ Наши преподаватели Прибалтикայից էին, ամբողջ Պրիբալտիկան այնտեղ էր։ Աքսորել էին էլի։ Աքսորել էին 40 թվին, էլի էպես անմեղ մարդկանց։ Դասարանում լիտովացիներ շատ կային, էստոնացի կար, լիտովացի կար։ 5 տարի 2 ամիս մնացինք, մինչև Ստալինը գնաց, Բերիան գնաց, մեզ ազատեցին 54 թվին։ Բոլորից միասին եկանք հետ, մեր բնակարանը։ Աղջիկները ամուսնացան, քույրիկներս, ես մամայի, պապայի հետ մնացի։ Մամաս արդեն հիվանդ էր, այնտեղից բերեցինք։ Մաման չէր կարող ասել Ստալին, ուրիշ ձևով էր ասում։ Դե մեկրի, Կակլին էր ասում։ Մամաս։ Հետո որ
կյանքում մամաս սիրուն կիներ, իսկի ոչ պամադար էր քսում, ոչ բան ասում, որ սատկի ես քսեմ ու կգնամ մեր գյուղով կանցնեմ, ասեմ մամա, այստեղ պամադա չկա, պամիդոր կքսեմ։ Ատելով ատում էինք, մեր կյանքը այդպես կոտրեց։ Որ ժամանակը հետ տակ, ինչ կփոխեք, Տիկին Սիլվա։ Սիբիր չէի գնա։ Չէ, Սիբիր ինձանից կախված չէր։ Ես ուզում էի դառնալ մուզիկանտ, որտեղ կարողացա այնտեղ աշխատեցի, հետաքրքիր։ Ստալինյան տարիները երազանքներն է կոտրեցին։ Ես իմ ոտանավորն է։ Կարդակ լսենք։ Стихотворение, посвященное сибирской ссылке. Вокзал забит грузовиками. Июнь 49-й год. В них семьи с теплыми вещами, за что, куда, не знают сами. Везут здесь собранный народ. Глубокой ночью по-бандитски, в погонах вышкаленный клан по содержанию расистски зловеще выполнял свой план. Система без суда и следствий им позволяла брать людей. Тут хороши любые средства, без лишних слов и без затей. Вошли, забрали, погрузили, кто дома был, тот и попал. С народом долго не возились, за полчаса и на вокзал. Страною правил Бог и идол, непрекослов решает власть. Народ их различал по виду, ту категорию и масть. Они творили, что хотели, перегоняли нас, как скот, томили в лагерях, казнили, уничтожая с года в год. И нет особого различия, нарком ты или генерал, а может ты простой рабочий, но на тебя их выбор пал. Глубокой ночью, по-бандитски, машина выполняла план. Стучались в дверь и в путь неблизкий, в Сибирь, в далекий Магадан. Был разобщен народ советский, одним казалось рай земной, другие сроки отбывали с лопатой, ломом и киркой.